Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մեր պատմությունը հաղորդաշարի եթերում խոսելու ենք 17-րդ դարի հայ հոգևոր նշանավոր գործիչ, մեր հեռուստադիտողին ավելի իբրև պատմագիր, պատմիչ հայտնի Առաքել Դավրիժեցու մասին։ Առաքել Դավրիժեցին ամփոփված է, նրա աճյունը ամփոփված է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանոցում։ Խնդրեմ, մենք նրա տապանակարի մոտ ենք եւ այստեղ ամփոփված է փաստորեն 17-րդ դարի հայ ամենանշանավոր պատմիչը։ Առաքել Դավրիժեցին բացառիկ է այն առումով, որ մենք գիտենք նրա հուղարկավորության վայրը։ Ընդհանրապես միջնադարյան եւ նոր ժամանակների սկզբի մեր հեղինակներից շատ քչերի հուղարկավորության վայրն է մեզ հայտնի, առավել եւս տապանակարը կոնկրետ որտեղ է գտնվում։ Եվ այս առումով իհարկե Առաքել Դավրիժեցին այդ երջանիկ բացառություններից է եւ մեզ համար եւ իհարկե հենց այդ նշանավոր գործչի համար։ Առաքել Դավրիժեցին նաեւ բացառիկ հեղինակ է այն առումով, որ ըստ էության առաջին հայ պատմիչն է, որ նրա կենդանության օրոք լույս է տեսել նրա աշխատության տպագիր տարբերակը։ Նրա մահվանից մոտ 1 տարի առաջ Ամստերդամում տպագրվել է նրա աշխատությունը եւ հենց այդ պատճառով էլ նրա ինքնագիր ձեռագիրը, այսինքն նրա ձեռքով շարադրված մատյանը գտնվում է հենց Ամստերդամում։ Այս առումով ստացվում է, որ Առաքել Դավրիժեցին բացառիկ հայ պատմիչ է, որի եւ հուղարկավորության վայրը գիտենք, նրա հանգստարանը եւ տապանակարը կոնկրետ, եւ միևնույն ժամանակ նա այն բացառիկ հեղինակն է, որի աշխատությունը տպագրվել է նրա կենդանության օրոք։ Մենք իհարկե գիտենք, որ հայ տպագրությունը ձևավորվել է դեռևս 16-րդ դարում, 1512 թվականին սկիզբ է առել հայ տպագրությունը, եւ այս առումով իհարկե պարզ է, որ հայերի համար տպագրությունը քաղաքակրթական այն կարևոր երևույթներից էր, որ պետք է հատկապես 17-րդ դարի այն իրականության պայմաններում, որ սկիզբ էր առել Մովսես 3-րդ Տաթևացի կաթողիկոսի շրջանից եւ շարունակվել նրա հաջորդող կաթողիկոսների օրոք, անպայման տեղ գտներ նաեւ այս նշանավոր պատմիչի օրինակով։ Եվ սա իհարկե նաեւ պատահականություն չի այն իմաստով, որ նա իր աշխատությունը գիրք պատմությանց վերնագրված գիրքը շարադրել է հենց Մովսես 3-րդ կաթողիկոսի աշակերտ Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի խնդրանքով։ Եվ այսպիսով այսօր մենք անդրադառնալու ենք Առաքել պատմագրի, Առաքել վարդապետի կյանքի եւ գործունեության որոշ մանրամասներին մասին։ Առաքել Դավրիժեցին 17-րդ դարի հայ ամենանշանավոր պատմիչն է։ Հետաքրքիր է, որ նրա սանը եւ նրա պատմությունը շարունակող մեկ այլ գործիչ Զաքարիա Քանաքերցին նրան նշում է իբրև մեծ վարդապետ եւ ուսուցիչ, որի գործը նա շարունակում է, ում նա աշակերտել է եւ Առաքել պատմագիր է ավելի հաճախ նրան հիշում։ Առաքել պատմագիրը կոչվում է Դավրիժեցի, որովհետեւ ծնունդով Թավրիզից է, իսկ մեր այդ ժամանակաշրջանում հայերը այդ քաղաքը անվանում էին Դավրեժ եւ այդտեղից էլ փաստորեն գրաբարյան այդ ձևակերպումից էլ մենք ունենք Առաքել Դավրիժեցի նրա անվան հիշատակումը։ Այսպիսով Առաքել Դավրիժեցին նշանավոր պատմիչ է 17-րդ դարի հատկապես առաջին կեսի իրադարձությունները մանրակրկիտ ներկայացրած հեղինակ, որի գործունեությունը իհարկե կապված է Սուրբ Էջմիածնի միաբանության հետ։ Պատահական չէ, որ մենք այս պահին գտնվում ենք Էջմիածնի միաբանական գերեզմանոցում, որտեղ ամփոփված է հենց պատմիչը, որի միաբանության անդամ լինելով է հենց, որ այստեղ նա արժանացել է հուղարկավորության պատվին եւ փաստորեն նա գործել է հենց Էջմիածնի միաբանության հոգացության ներքո։ Առաքել Դավրիժեցու կենսագրությունը իհարկե առատ է տարբեր իրադարձություններով։ Նա եղել է հիմնականում Էջմիածնի միաբանության անդամ, բայց նաեւ պաշտոնավարել է տարբեր վայրերում, օրինակ եղել է Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի կողմից ուղարկված տարբեր թեմեր, եղել է օրինակ Արևմտյան Հայաստանում կազմակերպել հանգանակություններ 1830-ական թվականների վերջին եւ նաեւ իհարկե եղել է կարճ ժամանակ, 1 տարի մոտավորապես եղել է Հովանավանքի միաբանության ղեկավար, վանահայր
եւ նրա շրջագայությունները տարբեր վայրերում կարևոր նշանակություն են ունեցել Ֆիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի ժամանակ Արևելյան Հայաստանի վերաշինման հարցում։ Այսինքն հավաքված միջոցները դրվել են ի շահ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ հատկապես Արևելյան Հայաստանի վերաշինման։ Մենք պետք է նախ հասկանանք ինչ ժամանակաշրջանում էր ապրում եւ ստեղծագործում այս նշանավոր հեղինակը եւ որն է նրա մոտիվացիան շարադրելու իր նշանավոր երկը։ Մենք իհարկե գիտենք այն փաստը եւ դրա մասին խոսում է պատմիչն իր երկում, որ գիրքը գրել է այդ ժամանակաշրջանի կաթողիկոս, իր ուսուցիչ Ֆիլիպոս առաջին Աղբակեցու խնդրանքով։ Ֆիլիպոս առաջինը գահակալել է 1633-ից 1655 թվականներին եւ այս նշանավոր կաթողիկոսը հայտնի է իր բազմաթիվ վերաշինման գործերով։ Նա Մովսես Տաթևացի, Մովսես 3-րդ Տաթևացի կաթողիկոսի սանն էր եւ այն 3 կաթողիկոսներից է, որ նախ սկիզբ է դնում Արևելյան Հայաստանում հայ բնակչության վերահաստատմանը, այնուհետև հոգևոր, մշակութային, կրթական, նաև տնտեսական կյանքի վերականգնմանը եւ նաև ուղենիշներ է ֆիքսում, ուղենիշներ է նախանշում Հայաստանի ազատագրության համար։ Բանն այն է, որ 1620-ական թվականների երկրորդ կեսին Մովսես 3-րդ Տաթևացին եւ իր աշակերտները սկսում են աստիճանաբար բարեշինել եւ վերականգնել այն վանքերը եւ նրանց դպրոցները, որոնք լքվել էին Շահ Աբբաս առաջինի կազմակերպած բռնագաղթի պատճառով։ 1604 թվականին Պարսկաստանի շահը Աբբաս առաջինը Օսմանյան կայսրության հետ դժվարին պատերազմի ընթացքում Արևելյան Հայաստանից մեծ բնակչություն էր տեղափոխել իր պետության խորքերը։ Նաև իհարկե այս բռնագաղթից զերծ չէին մնացել Արևմտյան Հայաստանի զգալի տարածքներ եւ ընդհանուր առմամբ մոտավորապես 600,000-ից ավելի հայեր ենթարկվել էին այս բռնագաղթին։ 100,000-ից ավելի հայ, մինչև նույնիսկ տարբեր հաշվարկներով 150-180,000 հայ միայն Արաքս գետի գետանցի ժամանակ էին զոհվել եւ ողջ մնացածները փաստորեն վերաբնակեցվել էին Պարսկաստանի խորքերում։ Ահա այս ամբողջ բռնագաղթի արհավիրքները ներկայացնում է Առաքել Դավրիժեցին իր երկասիրության մեջ, որպես դեպքերի ժամանակակից, առանձին դեպքերի նույնիսկ ականատես եւ իհարկե օգտագործել է ձեռքի տակ եղած սկզբնաղբյուրների բավական մեծ բացը, հիշատակարաններ տվյալ ժամանակաշրջանի եւ իհարկե կաթողիկոսական դիվանի վավերագրեր։ Այս ամենի հիման վրա նա ներկայացնում է այդ բռնագաղթի դժնդակ մանրամասները եւ բավական մեծ հետեւողականությամբ ցույց է տալիս այս բռնագաղթի հետևանքները Հայաստանի համար։ Հետո նշում է, թե ինչ էր ստեղծվել, ինչ իրավիճակ էր ստեղծվել Հայաստանում այդ բռնագաղթից հետո եւ ինչպես արդեն այս տարածքներում սկսում են իրենց լուսավորչական բարեշինման աշխատանքները Մովսես Տաթևացու ղեկավարած այդ խմբի ջանքերով։ Եվ բնականաբար Մովսես 3-րդ Տաթևացի կաթողիկոսի այս գործը պետք է շարունակություն գտներ նրա աշակերտների կողմից։ Կաթողիկոսը պաշտոնավարել է բավական կարճ, եղել է 1620-ից 32 թվականներին կաթողիկոս իբրև, բայց իր գործունեությունը նա ծավալել էր դեռ դրանից առաջ եւ Արևելյան Հայաստանի վերաշինման հայ բնակչության այստեղ վերադարձի գործը իհարկե կարելի է մենք նաև որակենք իբրև վերահայացման անատոմիա Արևելյան Հայաստանի, փաստորեն Շահ Աբբասի բռնագաղթից 20 տարի անց։ Եվ այս գործը պատով շարունակում է Մովսես 3-րդ Տաթևացի կաթողիկոսի լավագույն սան Ֆիլիպոս առաջին Աղբակեցի կաթողիկոսը։ Այս կաթողիկոսի օրոք բարեշինվում են Մայրաթորի բոլոր կառույցները, նաև վանական բոլոր այն համալիրները, որոնք կային, ինչպես ձևակերպում է Առաքել Դավրիժեցի պատմիչը Արարատյան երկրում, այսինքն Արարատյան կուսակալությունում, այդ ժամանակ Պարսկաստանի կազմում գտնվող, եւ այս վանական կենտրոնների վերաշինման գործընթացը ոչ միայն զուտ հոգևոր նշանակություն ուներ, այլ շատ ավելի լայն նշանակություն էր, քանի որ հնարավորություն էր ստեղծում այստեղ կրթական, մշակութային միջավայրի վերաձևավորման եւ զարգացման համար։ Յուրաքանչյուր վանական համալիրում դպրոցական կյանքներ վերաշինվում, ձեռագրական արվեստը շարունակում էր զարգանալ, գրի էին առնում նոր մատյաններ եւ արտագրվում էին հին մատյանները։ Մենք այս ամենի մասին տեսնում ենք նաեւ տվյալ ժամանակաշրջանի ձեռագիր մատյաններում գրված հիշատակարաններում, երբ տարբեր հեղինակներ իրարից ընդհանրապես անկախ հիշատակում են Հայաստանի վերաշինման մասին։
Եվ ահա այս ամենը ընդհանրացնող աշխատությունը շարադրում է հենց Առաքել Դավրիժեցի պատմիչը, հենց նույն Ֆիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի խնդրանքով։ Նա իր գործն ավարտել է Ֆիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի մահվանից տարիներ անց։ Կաթողիկոս Ֆիլիպոս Աղբակեցին վախճանվել էր 1655 թվականին եւ ամփոփվել Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում եւ այս կաթողիկոսի մահվանից հետո շարունակում է Առաքել Դավրիժեցին իր երկասիրության շարադրանքը մինչև 1662 թվական եւ այդ ժամանակ կաթողիկոսն էր Հակոբ IV Ջուղայեցին։ Այս անձնավորությունը մեր հեռուստադիտողին հայտնի է երկու կարևոր փաստերով։ Մեկը այն է, որ հենց նա էր կանգնած Ոսկան Երևանցու եւ նրա խմբի գործնեության հետևում։ Հենց նա է կազմակերպել, որպիսի հանգանակություններ կատարվեն եւ ի նպաստ հայ տպագրության այս խումբը մեկնի Ամստերդամ, ձեռք բերի տպագրական սարքավորումներ եւ արդեն լիովին ինքնուրույն փաստորեն հայկական տառեր ստեղծվեն տպագրական իբրև սարքերի առանձին մասեր եւ այդպիսով կազմակերպվի հայկական տպագրություն Ամստերդամում։ Տպարանը հիմնվում է 1660 թվականին եւ այս տպարանում է լույս տեսնում օրինակ հայերեն առաջին Աստվածաշունչը, տպագիր Աստվածաշունչը 1666-68 թվականներին։ Եվ ահա հենց Ոսկան Երևանցու ջանքերով էլ լույս է տեսնում Առաքել Դավրիժեցու աշխատությունը 1669 թվականին։ Այսինքն Առաքել Դավրիժեցին դեռևս ողջ էր, երբ որ լույս է տեսնում նրա աշխատությունը։ Այս առումով նա հայ պատմագրության մեջ բացառիկ հեղինակ է, առաջին պատմիչն է, որի կենդանության օրոք լույս է տեսել նրա աշխատությունը։ Եվ նրա կողմից, նրա ձեռքով գրված այդ ինքնագիր օրինակը Մատյանի պահպանվում է հենց Ամստերդամում։ Պատմիչը մահանում է հաջորդ տարի 1670 թվականին եւ ամփոփվում է փաստորեն Էջմիածնի միաբանական գերեզմանոցում եւ նա մոտ 80 տարեկան էր վախճանի պահին, բավական փաստորեն իր ժամանակների համար երկարակյաց անձնավորություն էր եւ իհարկե նրա փաստորեն ժառանգությունն է մնում հենց այս աշխատությունը։ Հետաքրքիր է, որ Առաքել Դավրիժեցին նաև երկու տաղերի հեղինակ է եւ դրանք փաստորեն ավելի առատ են դարձնում նրա ստեղծագործական ժառանգությունը, բայց իհարկե նա մնացել է հայոց պատմության մեջ իբրև գիրք պատմությանց երկի հեղինակ, որն ունեցել է տարբեր հրատարակումներ եւ այդ հրատարակումներից փաստորեն առաջին եղել է իր կենդանության օրոք, իսկ վերջին հրատարակումը եղել է 1990 թվականին Երևանում Խանլարյանի փաստորեն գիտաքննական բնագրի հրատարակումն է Խանլարյանի աշխատասիրությամբ եւ նա փաստորեն հայ այն հեղինակներից է, ում աշխատությունը լույս է տեսել քննական բնագրի տեսքով։ Իբրև Սուրբ Էջմիածնի միաբանության անդամ Առաքել Դավրիժեցին փաստորեն իր գործունեության մեծ մասն իրականացրել է այստեղ, Սուրբ Էջմիածնում։ Նա հենց իր սիրելի ուսուցչի եւ ժամանակի կաթողիկոս Ֆիլիպոս Աղբակեցու հորդորով եւ հանձնարարությամբ 1645-46 թվականներին իբրև մայրաթոռի նվիրակ այցելել է տարբեր երկրներ, եղել մասնավորապես Օսմանյան կայսրության տարբեր հայահոց կենտրոններում հանգանակություն իրականացրել եւ բերել այն վերաշինման գործի համար, որ նախատեսել էր այդ ժամանակ ամենայն հայոց կաթողիկոսը։ Հետաքրքիր է, որ Առաքել Դավրիժեցին իր երկասիրության մեջ նկարագրում է կոնկրետ անձանց գործունեության մասին, չի սահմանափակվում միայն ժամանակի կաթողիկոսին ուղղված գովեստով, այլև նշում է կոնկրետ անձանց գործունեությունը։ Այստեղ իհարկե պետք է կոնկրետ մի քանի անուններ նշել, մասնավորապես նա անդրադառնում է Ներսես Մոկացու, Մինաս Ծաղկողի, Ստեփանոս Լեհացու, Սիմեոն Ջուղայեցու եւ տարբեր այլ անձնավորությունների գործունեությանը։ Նա նաեւ նշում է, ինչպես ինքը համարում է դա բացառիկ օրինակ, Հիսուս Քրիստոսի հավատը վկայելու համար, այսինքն քրիստոնեական հավատի եւ ազգային ինքնության համար նահատակության դրվագ Անդրեաս Երեցի օրինակն է նկարագրում եւ իհարկե նրա աշխատության մեջ նաեւ առանցքային դեր ունի տվյալ ժամանակաշրջանի ռազմաքաղաքական իրադրության նկարագրությունը։ Այս առիթով պետք է նշել, որ Առաքել Դավրիժեցին նախ նկարագրում է 1590-ական թվականներից տիրող ճգնաժամային իրավիճակը ամբողջ Հայաստանի տարածքում։ Բանն այն է, որ 1590 թվականին թուրք-պարսկական երկարատև պատերազմների արդյունքում
Հայաստանը Կոստանդնուպոլսի պայմանագրով ենթարկվում է հերթական վերաբաժանման։ Այս անգամ Պարսկաստանի նոր ղեկավարը Շահ Աբբաս առաջինը որոշում է, որ պետք է զիջի Հայաստանն ամբողջությամբ թուրքական պետությանը, Օսմանյան կայսրությանը, եւ դրանից հետո սկսվում է անօրենության մի դառը շղթա, մի դաժան ժամանակաշրջան, որի մասին Առաքել Դավիժեցին իհարկե նշում է բավական մեծ հիասթափությամբ եւ բացասական գույներով։ Այս մասին իհարկե նաեւ հայկական ձեռագրերի հիշատակարանների հայ գրիչներն են խոսում, այսինքն մեր գրիչները տարբեր հիշատակարաններում նշում են այդ շրջանի մասին իբրև բավականին բացասական եւ մռայլ շրջան։ Եվ նաեւ Առաքել Դավիժեցին նշում է, որ այս շրջանում է սկիզբ առնում ջալալիական որակված շարժումը։ Ջալալիական շարժման մասին մենք գիտենք Օսմանյան կայսրության սկզբնաղբյուրներից, իրենց պատմագրության մեջ է սա տեղ գտել պաշտոնական պատմագրության եւ իհարկե մանրամասն տեղեկություններ կան նրանց մասին հայ մատենագրության մեջ, մասնավորապես մեր ձեռագրերի հիշատակարանների հեղինակները Առաքել Դավիժեցին, Զաքարիա Քանաքերցին եւ այլ հեղինակներ անդրադարձել են ջալալիների անօրենության մասին տարբեր դեպքերի։ Մենք իհարկե պետք է նշենք այն հանգամանքը, որ ջալալիները նախ եւ առաջ Օսմանյան կայսրության կենտրոնական իշխանությունների եւ տեղական փաշայական ադմինիստրացիաների դեմ ապստամբներ էին, որոնք կարելի է ասել ավելի շատ միջին եւ ստորին հողատիրությանն առնչվող դեմքեր էին եւ նրանց անօրենությունները եւ անընդհատ պայքարը այդ կենտրոնական իշխանության ներկայացուցիչների հետ Հայաստանի կյանքում իհարկե մեծ ավերածություններ ու զրկանքներ էր բերում։ Շատ հաճախ իրենց զորականների համար ամենօրյա կարիքները պարզապես կարգավորելիս նրանք հարձակվում էին հայկական բնակարարի վրա, խլում էին հայերի ունեցվածքը, մասնավորապես նրանց ստացած բերք ու բարիքը, եւ այս դեպքում իհարկե պատահական չէր, որ երբեմն տեղ էին գտնում նաև սպանություններ, մարդկանց զանգվածային ջարդարական գործողություններ, որոնց մասին մեր հեղինակները գրում են։ Եվ իհարկե այս ջալալիական շարժումը Հայաստանի համար իսկական աղետ է դառնում եւ պատահական չէ, որ մեր մատենագիրները այս մարդկանց ջալալիական շարժման ներկայացուցիչներին ամենաբացասական գույներով են ներկայացնում։ Առաքել Դավիժեցին նշում է, որ Արևելյան Հայաստանի տարածքում եւս այս շրջանում մենք տեսնում ենք օրինակներ, երբ որ ջալալիական շարժման գործիչները կատարել են անօրենություններ։ Երբ անդրադառնում ենք Առաքել Դավիժեցու գիրք պատմությանց աշխատությանը, բնականաբար այստեղ պետք է նշենք, որ Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի խնդրանքով սկսելով 1651 թվականին նա այն ավարտին է հասցնում 62 թվականին արդեն Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի օրոք եւ նրա աշխատության առանցքում նախ եւ առաջ Շահ Աբբասի բռնագաղթի նկարագրությունն է եւ դրանից հետո հայության կյանքի տարբեր զարգացման ուղղություններ ներկայացնել է։ Առաքել Դավիժեցին բացատրում է ինչի համար էր այս բռնագաղթը եւ այստեղ տալիս մի քանի բացատրություններ։ Օրինակ, որ Շահ Աբբասը նպատակ էր դրել, որպեսզի զարգանա Պարսկաստանի տնտեսությունը, օրինակ հայ երկրագործները, երկրագործական ավանդույթներով հայտնի հայերը զարգացնեին Պարսկաստանի տարբեր հատվածների երկրագործությունը, այսինքն գյուղատնտեսական արտադրանք ապահովեին, մյուս կողմից իհարկե նշում է, որ նաեւ անհրաժեշտ էր օրինակ ջուղայի առևտրականներին տանել իրենց թագավորության խորքը մայրաքաղաք Սպահանի մոտ, այդ ժամանակ մայրաքաղաքի մոտ եւ նշում է մի շատ ուշագրավ փաստ, ասում է, որ նրանց համար ջուղայի առևտրականների համար բացառություն է կատարվում եւ նրանց ուխտերի վրա են նստեցնում Շահ Աբբասի այդ զորքերի երամանատարները եւ ուղեկցում են նրանց ավելի արտոնյալ պայմաններով, օրինակ Արաքսի գետանցը այդպես ապահովում են ուխտերով եւ տանում ստեղծում են հատուկ առանձին ավան, այդ ավանը գտնվում էր Սպահանի մոտ եւ փաստորեն Մետաքսի առևտուրը Օսմանյան կայսրության հետ սահմանակից գոտուց տանում են դեպի Պարսից ծոցին ավելի մոտ հատված։ Եվ նա երրորդ պատճառը նշում, ինչի համար կազմակերպվեց բռնագաղթը, նշում է, որ պարենավորումը դրանով կխաթարվեր Օսմանյան բանակի, որ շարժվում էր պարսիկների դեմ եւ հայկական շեները փաստորեն դատարկելով եւ վառելով թուրքական զորքը հնարավորություն չէր ունենա այս տարածքներից պարեն հայթայթելու։ Շահ Աբբասի այս բռնագաղթի նկարագրությունից հետո իհարկե նրա աշխատության մեջ մեծ դեր է խաղում արդեն հետագա հաջորդ ցիկլը, ինչպես է ստացվում, որ Արևելյան Հայաստանում հայկական կյանքի վերազարթոնք է տեղի ունենում, սա ուղղակիորեն կապում է նա Մովսես 3-րդ Տաթևացու կերպարի հետ
եւ սկսում է նրանից, թե ինչպես է փաստորեն վերաշինվել կյանքը հենց այս գործչի կողմից նախ եւ առաջ Երևանի տարածքում գտնվող Սուրբ Անանիայի նշանավոր անապատում, այսինքն այսօր Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու այդ ողջ տարածքում եղած միաբանությունը ինչպես է սկսել իր վերազարթոնքն ունենալ Մովսես 3-րդ Տաթևացու բարեկարգության շնորհիվ եւ հետագայում նկարագրում է այդ ամբողջ վերաշինման ընթացքը եւ հասցնում է մինչեւ իհարկե Փիլիպոս Աղբակեցի եւ նաեւ Հակոբ 4-րդ Ջուղայեցի կաթողիկոսների շրջան, նկարագրում, որ փաստորեն Հայաստանում կյանքը վերափոխվել է, վերականգնվել է Մայրաթոռի բնականոն գործունեությունը, առհասարակ Արարատյան երկրի կյանքը վերականգնված է եւ այս ամենի առանցքում իհարկե ամենայն հայոց կաթողիկոսության գործունեությունը Սուրբ Էջմիածնում, ինչպես դա նկարագրում է։ Նրա նկարագրության մեջ իհարկե առանցքային դեր ունեն նաեւ խոջաները։ Այսինքն նոր ջուղայի խոջայական այդ խավի կենցաղի նկարագրության որոշ դրվագներ նրա մոտ կան, նրանց դերն է նկարագրված, ինչպես է շահական արքունիքը կարևորում նրանց եւ իհարկե սա բացառիկ մեծ նշանակություն ունի այս շրջանի հայ առևտրական կապիտալի ուսումնասիրման տեսանկյունից։ Առաքել Դավրիժեցու երկասիրության մեջ առանցքային տեղ ունի նաև մի հետարքիր հատված, որ 1880-ական թվականներին նաև հրատարակվել է իբրև առանձին փոքրիկ երգ։ Այս հատվածը վերաբերում է իհարկե Լեհահայ համայնքին եւ Լեհահայ համայնքի կենտրոնը Լվով քաղաքն էր, որ ժամանակակից Ուկրաինայի արևմտյան մասում է։ Լվովում հայերը դեռևս 14-րդ դարից առանձնաշնորհյալ կարգավիճակ ունեին, նրանք առհասարակ Լեհաստանում առաջին գրանցված առանձին համայնքն են, իբրև կրոնադավանական եւ ազգային ինքնուրույն համայնք, որ կաթոլիկ եկեղեցուց դուրս կարող է իր նաեւ օրենսդրական կարգավորումներն ունենալ, հայկական դատարան էր հիմնվել, հայկական եկեղեցի 1360-ական թվականներից այս ամենը իհարկե ինստիտուցիոնալ հիմքերի վրա էր եւ ահա հետարքիր ձևով է ներկայացնում Առաքել Դավրիժեցին այստեղ հայկական համայնքի խնդիրները 17-րդ դարի 20-30-ական թվականներին։ Բանն այն է, որ Հայաստանում տիրող ճգնաժամային իրավիճակի պայմաններում կաթոլիկ եկեղեցին վերադարձել էր եկեղեցիների միության խնդրին եւ այժմ մտածում էր, որ այնքան է թուլացել Մայրաթոռ Սուրբ Էջմիածինը, որ հնարավոր է այս պայմաններում քարոզություն իրականացնել հայերի շրջանում եւ թշվառ վիճակում գտնվող հայերը կընդունեն կաթոլիկություն։ Բայց ինչպես տեսնում ենք, այս գործունեությունը այդ շրջանում նույնիսկ հաջողություն չէր գտնում Հայաստանում։ Առաքել Դավրիժեցին նույնիսկ նկարագրում է Հայաստանից սրբալույս մասունքների նույնիսկ առևանգման դեպքեր, բայց նշում է, որ անգամ այդ պայմաններում հայերի հավատքը չէր պակասում, անգամ Շահ Աբբասի փաստորեն բռնագաղթից հետո հայերի հավատքը չէր սասանվել։ Նման իրավիճակում տեսնում ենք, որ խնդիրներ են ծագում Լեհաստանում։ Մասնավորապես Լվովում ծառայություն իրականացնող հայ հոգևորական Նիկոլ Թորոսովիչը ընդունում է կաթոլիկություն եւ համաձայնվում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու համար արդեն Լեհաստանի թագավորական ընտանիքի հոգացության ներքո առանձնանալ հայ առաքելական եկեղեցուց եւ վարել երկպառակտչական դավադիր քաղաքականություն։ Առաքել Դավրիժեցին նշում է, որ սա վնասում էր հայերի ներքին միաբանությունը, խաթարում էր հայ համայնքի կյանքը եւ նպաստում էր հայերի ուծացմանը։ Եվ պատահական չէ, որ դեպքերից ընդամենը 150 տարի անց արդեն Վենետիկի Մխիթարյան միաբանության հայրերը, որոնք իրենք հայ կաթոլիկ էին, իրենք նույնիսկ տարակուսանքով էին գրում, որ ընդամենը 150 տարվա ընթացքում հայ համայնքը Լեհաստանում գրեթե վերացել է կաթոլիկություն ընդունելու պատճառով, որովհետև նրանք լատին ավանդույթով, այսինքն լատիներեն ժամասացությամբ, ամբողջությամբ փաստորեն ուծացման են ենթարկվել, առանց հայկական կրթական կյանքի, ժամասացության եւ ներհամայնքային փաստորեն հայկական միջավայրի։ Ստացվում է, որ Առաքել Դավրիժեցու այս աշխատության մեջ մանրամասն նկարագրված է Նիկոլ Թորոսովիչի դավաճանական վարքը եւ այն, որ հենց այս անձնավորության գործունեության պատճառով ամբողջությամբ ուծացավ եւ վերացավ Լեհահայ համայնքի մեծամասնությունը։ Այս առումով իհարկե այս դավադիր վարքագծի նկարագրությունը Առաքել Դավրիժեցու մոտ որոշակի պատգամ է նաև հետագա սերունդներին, որպեսզի նման օրինակ վարքագիծ չդրսևորեն իրենց ազգային համայնքի եւ ազգային եկեղեցու նկատմամբ։
Եվ այսպիսով մեր պատմությունը հաղորդաշարի այսօրվա հաղորդումը, որ նվիրված էր Առաքել Դավրիժեցի պատմիչին, մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր պատմությունը հաղորդաշարի եթերում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse Bank-ը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։